Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավականու 2025 թվականի տարեվերջյան նիստը։ Ավականու 8-րդ նստաշրջանի վերջին նիստի օրակարգը հագեցած էր եւ ընդգրկուն։ Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, նշեց, որ դրանք ֆինանսական գործառույթներից մինչև ծրագրեր ընթացել եւ ընթանում են բնականոն ընթացքով։ Համայնքային իշխանություններն իրենց առջև դրված խնդիրների զգալի մասը կատարել են, այն ծրագրերը, որոնք նախանշված էին տարեսկզբին, այլևս իրողություն են, որը նպատակասլաց եւ հետեւողական աշխատանքի արդյունք է, նշեց համայնքի ղեկավարը։ Սարգիս Մուրադյանը շնորհակալություն հայտնեց համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավականու անդամներին, արդյունավետ համագործակցության համար նաեւ շնորհավորեց Սևան համայնքի բնակիչներին եւ ներկաներին գալիք ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Մեր ճիշտ աշխատանքի արդյունքում հնարավորություն տրվել այս պայուսական եկամուտները արդեն իսկ գերակատարվել է 107%-ով հասնում ենք տարվա շրջանային թվերը ամփոփենք, ուսման նաև դերակատարելով տարվա դրվածքով մեր արժեք դրված ծրագրերը գրեթե ավարտին են հասցնում, սուբվենցիա ծրագրերը բոլորը իրականություն են դարձել, նաև որ սուբվենցիա ծրագրերը համայնքում կատարվել են եւ ուզում եմ դրա համար նաև մեր աշխատակազմին շնորհակալություն հայտնել մեր արժեք դրված պլանը հաստատելու համար եւ նշում ենք մեր արդեն մյուս տարվա հետ կապված կներկայացվի նաև արգելբնակչությանը, մյուս տարվա հետ կապված նաև արդից օգտվելով բնականաբար քանի որ տարեվերջյան նիստը լինելու մեր համայնքի, մեր ավականների, մեր աշխատակազմի անունից շնորհավորական գոհ մեր արգելբնակչությանը բոլորին օգնի շնորհավոր լինի։ Առաջին հարցով Սևան համայնքի ավականին փոփոխություն կատարեց Սևան համայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի Սևան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին համար 170-ն որոշման մեջ, հաստատեց Սևան համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը, Սևան համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը։ 2026 թվականին նախատեսվում են մինչև 30% աշխատավարձի բարձրացում։ Սակայն նաև ուզում եմ արդից օգտվելով ասեմ, որ այս տարի աշխատակազմին մյուս տարի էլ նաև բյուջեով կքննարկենք արդեն հողատներում աշխատավարձերի որոշակի բարձրացում անելու համար։ Հաստատել միլիարդների կապիտալ ծախսերը նաև արվում համայնքում եւ նաև որոշակի այս տարվա բյուջեն հնարավորություն կտա որոշակի բարձրացում կատարելու մասին։ Ավականին սահմանեց Սևան համայնքում 2026 թվականի հողօգտագործման, բնակելի եւ ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման վարձավճարներ եւ այլ տեղական վճարները եւ Սևան համայնքի բնակավայրերի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 2026 թվականին օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի եւ խոթարքերի համար մրցույթային մեկնարկային գինը դարձյալ թողնելով դրանք նույնը։ Այնուհետև ավականին հաստատեց Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագիծը, որը անցել է հանրային քննարկում։ Ինչպես նշեց համայնքի ղեկավարը, համայնքի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը հավասարակշռված է եւ տնտեսողական, որը հնարավորություն է տալու առաջիկա տարում եւս իրականացնել մեծածավալ աշխատանքներ, ավելացնել սեփական եկամուտները։ 2025 թվականի համեմատ 2026 թվականի բյուջեն ավելացել է 229 միլիոն 880 հազարի չափով, որից 207 միլիոն 910 հազար դրամը ավելացած դոտացիայի գումարն է, իսկ 21 միլիոն 970 հազար դրամը սեփական եկամուտների աճն է, ինչը հիմնականում պայմանավորված է անշարժ գույքի հարկի տոկոսադրույքի թանկացմամբ 2026 թվականին, ինչը թանկանալու է շուրջ 33.3%-ով, եւ այդ աճը մեզ համար հանգեցրել է 20 միլիոն դրամի սեփական եկամուտների աճ։ Այսպիսով սեփական եկամուտները կազմելու են մյուս տարի 583 միլիոն 400 հազար դրամ, որից 49%-ը շուրջ 290 միլիոն դրամը փոխադրամիջոցներից գույքահարկ ենք պլանավորել, 32%-ը 191 միլիոնի չափով անշարժ գույքի հարկն է լինելու, 13% չափով այլ եկամուտներն է լինելու եւ 4% տեղական եւ պետական турքերը։ Մեր ճիշտ հետևողական աշխատանքի արդյունքում, նաեւ ֆինանսական բաժնի աշխատանքի արդյունքում արդեն որևէ տարին է եւ մեր արժեք դրված բանալներն կատարվում եւ ծախսային մասով եւ ավականների մասով, նաեւ ուզում ասեմ, որ այս տարվա հետևածով բոլորը գիտեք ապրիլ ամսից դեռևս հողային արժեքները տեղի չեն ունենում, ֆոնդային բյուջեում ունեցել ենք ահագին
դեֆիցիտ գումարների հետ կապված, բայց էլի փառք ճիշտ աշխատանքի արդյունքում հնարավորություն է եղել վարչական բյուջեի տնտեսումների հաշվին բոլոր սուբվենցիոններ պարտավորությունները կատարել։ Սևան համայնքի ավականին հաստատեց Սևան համայնքը ներառյալ բնակավայրերը ներառող Գեղարքունիք 1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը գլխավոր հատակագծի եւ գոտեվորման մասերով։ Հաջորդ հարցով Սիմեոնովկա բնակավայրում օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման եւ սանիտարական գոտու կազմակերպման համար նախատեսված հողատարածքը նվիրաբերությամբ հանձնվեց Հայաստանի Հանրապետությանը։ Ավականին հաստատեց նաև Սևան քաղաքում թափոնների տեսակավորման կառավարման պլանը եւ Սևանի համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քանակական եւ անհատական կազմը։ Համայնքի ավականու 4 անդամ է ներառված կամ ընդգրկված կազմում, իհարկե կարող են ըստ ցանկության լինել փոփոխություններ, ես հիմա համայնքի ավականու մասով եմ ասում, նկատի ունենք նաև, որ երեխաների հետ աշխատանք եւ այլն, սա եւս, ուրեմն Ժաննա Սարգսյան, Խաչիկ Թորոսյան, Արսեն Ավետիսյան, Գայանե Շուշանյան, եթե կան ավականու անդամներ, որոնք ցանկանում են ներգրավել, խնդրեմ, որևէ խնդիր չկա։ Ծրագրի արդյունքում մենք ունենք արդեն երկու տեսակի, այսինքն թափոնամաններ կանաչ եւ կապույտ, տեսել եք, տեղադրված է եւ առանձնատներում, եւ փողոցներում, եւ բազմաբնակարան շենքերի բակային հատվածներում։ Բնականաբար համայնքը ստացել է նաեւ տեխնիկան մենք մի անցած նիստով նվիրաբերեցինք, այսինքն անհատույց օգտագործման իրավունքով տվել ենք կոշտ-թափոններ ՍՊ-ին, որպեսզի կարողանա այդ ամբողջ հավաքագրման գործընթացը անի։ Հիմա որպեսզի դա լինի, այսպես ասած, համակարգված գործունեություն, մշակել ենք մենք պլան, կառավարման պլան, նորից Հակոբյան բնապահպանական կենտրոնի հետ, որը կոչվում է Սևան համայնքի Սևան քաղաքում թափոնների տեսակավորման կառավարման պլան։ Կատարվեց նաև հողամասի նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխություն եւ 2025 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացվեց ֆոնդային մաս 2025 թվականի մի քանի ծրագրային ծախսերի համար։ Սևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու եւ ավելացնելու նպատակով 2026 թվականի հունվարից սպասվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Սևան քաղաքի համայնքապետարանին կից Նայիրյան առաջին նրբանցքում եւ Դեմիրճյան փողոցներում այժմ կազմակերպվում է երկկողմ երթևեկություն։ 2026 թվականի հունվարին նախատեսվող փոփոխությունից հետո այս փողոցներում երթևեկությունը կդառնա միակողմանի։ Առաջին ուղղությունը Նայիրյան փողոցից Սևանի համայնքապետարանի կողքով դեպի Նայիրյան առաջին նրբանցք։ Երկրորդ ուղղություն Չարենց փողոց, Սարգիս Սևանեցի փողոց, Կարեն Դեմիրճյան փողոց, Սևանի հացի գործարանի խաչմերուկից դեպի Կարեն Դեմիրճյան փողոց։ Սևան համայնքի ավականին քննարկեց նաև քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված մի շարք դիմումներ։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, շնորհավորելով ներկաներին եւ Սևան համայնքի բնակիչներին Գալիկ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթելով ամրություն, տոկունություն, խաղաղություն եւ կայուն զարգացում, միաժամանակ շեշտեց, որ տարին ամփոփում են ձեռքբերումներով, բյուջեի կատարողականի թափանցիկությամբ տեսանելի արդյունքով, ինչը համայնքապետարանի աշխատակազմի եւ համայնքի ավականու համագործակցված աշխատանքի շնորհիվ է։ Համայնքի ղեկավարը վստահություն հայտնեց, որ այս տեմպերը կշարունակվեն նաեւ 2026 թվականին։ Ակնառու է իրականացված աշխատանքը, տարին ամփոփում ենք առանց պարտքերի, քիչ չեն նաեւ հիմնախնդիրները, որոնց ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական, հավելեց Սարգիս Մուրադյանը։ Շուտով կվարվեն նաև Սևան համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Սևան համայնքի ավականու 9-րդ նստաշրջանը կմեկնարկի 2026 թվականի փետրվարին։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Եղամաուր։